Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի խորհրդանիշներից այս նկարը շատերի ներգրավել։ Դրա ֆոնին լուսանկարվեցին Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ու քաղաքական համայնքի ներկայացուցիչները։ Այն Ճախրուկի Սաների ձեռքի գործն է։ Նրանց ջրի թեմայով առաջարկած նկարը դարձավ ըստ էության եվրոպական քաղաքական համայնքի խորհրդանիշը եւ այդ լուծումը family photo-ի կարծում եմ, որ լավագույններից մեկն էր այն առումով, որ հիմա ով նայի այդ նկարին միանգամից հիշել է, որ սա եղել է Երևանում։ Մեր երեխաների աշխատանքը դարձավ միջազգային մակարդակի եւ երկիրը ներկայացնելու մակարդակի բարձր չափորոշիչ ունեցող կտավ։ Այդ կտավը հիմա մեր Ճախրուկ սենյակում է։ Ճախրուկը միջազգային ներառական ամենամյա փառատոն է, հատուկ կարիքներ ունեցող անձանց 6-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Այն կանցկացվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի պետական կամերային երգչախմբի եւ հնագույն երաժշտության տաղարան համույթի համագործակցությամբ։ Յուրաքանչյուր տարի համապատասխան մարզում գտնվելով ավելի շատ փորձում ենք ներգրավել հենց տվյալ մարզի, թե հանրակրթական դպրոցներից, արվեստի դպրոցներից, հատուկ կրթահամալիրներից, հասարակական կազմակերպություններից, որտեղ որ աշխատում են նման յուրահատկություններով օժտված մարդկանց հետ։ Ճախրուկը ազգային երաժշտության փառատոն է։ Այս տարի եւս ազգային երաժշտություն է հնչելու կոմիտաս, օրորոցայիններ, ժողովրդական երգերի մշակումներ։ Մեր ազգային երաժշտությունը շատ ոգեղեն է, շատ յուրահատուկ կապ է ստեղծում հենց հանդիսատեսի հետ, թե մասնակիցների հետ։ Ամբողջ process-ը ինքնին դառնում է բուժիչ եւ ոգեշնչող։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն ասում է, սա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ Ճախրուկ հասարակական կազմակերպության առաջին գործակցությունն է։ Մի քանի ամիս առաջ են հուշագիր կնքել մշակութային համագործակցության մասին եւ արդեն հասցրել են երեխաների հետ մի քանի փորձ անել։ Թե մեր երաժիշտները էներգիա ստանում, թե երեխաները վստահ են ու բարերով չես կարող նկարագրել այդ զգացողությունները։ Մինչև փառատոնի համերգային հատվածին անցնելը կներկայացվեն մասնակիցների ձեռքի աշխատանքները, իսկ հյուրերը նրանց հետ միասին կմասնակցեն ազգային պարերին։ Օգոստոսի 2-ին Օձունում անցկացվելիք փառատոնը կտևի 1 օր, կմասնակցի շուրջ 350 մարդ, իսկ մուտքը բոլորի համար ազատ կլինի։